Այսօր ես հենց դրա մասին էլ խոսելու եմ, ինչի հետևից ենք մենք ընկել հա սենց ասած։ Ու ես ուզում եմ մի անգամից Գործ առաքելոցից կարդամ 27-րդ գլխից։ Գիտեք մի պատմություն ա, որ Պողոսը ընկերների հետ նավի մեջ ա ու նավը ալեկոծվել ա, հեսա խեղդվելու են։ Իրավիճակը իրոք շատ լուրջ ա։ Եվ ինչ է ասում 18 խոսքում, ասում է, երբ որ մենք շատ նեղություն էինք քաշում փոթորիկից, այս Ղուկասն է գրում, բժիշկ Ղուկասը, հետևյալ օրը բեռները ծովի մեջ էին գցում։ Պատկերացնում եք, այնքան նեղված են, հասկանում են, որ փոթորիկը ինչ որ մի բան խանգարում է, նավը սկսում է խորտակվել, բեռները դուրս են գցում ծովը։ Տեսնում են, որ դա չի օգնում, գրած է, եւ երրորդ օրը մեր ձեռով նավի գործիքը դուրս թափեցինք։ Նավի գործիքները, այդ որ մի բանը ձգում է, մի բանը ամրացնում է, այսինքն կարևոր բան էր, հա, նավի գործիքները, առանց գործիքների չես կարա նավը առաջնորդես, բայց իրավիճակը այնքան կրիտիկական էր, ասում էին ամեն ինչից զրկվենք, մենակ չխորտակվի նավը։ Պատկերացրեք, փոթորիկ, նավակոծության շեմին կանգնած են, ինչ կա չկա նավի մեջ ուտելիքը, գործիքները, ինչ կա թափում են դուրս։ Եվ մյուս խոսքում գիտեք ինչ ասում, երբ որ շատ օրեր ոչ արև, ոչ աստղեր էին երևում, փոթորիկն էլ քիչ չէր, որ մեր վրա կար, ապա մեր ապրելու բոլոր հույսը կտրեցինք։ Ապրելու հույսը կտրեցինք, շատ օրեր ոչ արև էր, ոչ աստղեր երևում։ Ինչքան նման է, չէ, որոշ քրիստոնյաների կյանքի իրավիճակին։ Այս ինչքան ժամանակ մի հատ արև չի գալիս։ Այն մարդ լավ, կարելի է ես 2 տարի մի հատ լավ օր չունենամ, այս ինչ է իմ վիճակը։ Ասում եմ շատ օրեր վրեքս մի հատ արև չէր վառվում։ Ոչ էլ գիշերն էր լույսը լնում աստղերի, որովհետև փոթորիկ էր ու ամպեր։ Սովորական կյանքի իրավիճակ։ Բայց գիտես ինչ ասում եմ, այնպես էր, որ մեր ազատվելու բոլոր հույսը կտրեցինք։ Գիտես ով է գրում Ղուկասը։ Ղուկասը մեր բժիշկ եղբայրը ասում է, այն իրավիճակն այնց էր, որ մենք հասկացանք, վերջ, էլ հույս չկա։ Ու այդ Ղուկասի հետ մի հատ անձնավորություն կա, ում անունը Պողոս առաքյալը։ Պողոսն էլ հույսը կտրե։ Չնայած որ Աստված իրան խոսք կա տվել, ասել է Հռոմում պետք է իմ մասին խոսաս։ Բայց իրավիճակներ, սատանան մեկ իրավիճակներ է բերում, որ հույսդ կտրես։ Մոռանաս ինչ խոստմունք ունես Աստծուց, ինչ տեսիլք ունես, ասես չէ, սրա տակից դուրս չեմ գա, այս պարտքի տակից դուրս չեմ գա, այս կռվի տակից դուրս չեմ գա, այս աղքատության տակից դուրս չեմ գա, այս, չգիտեմ, ընտանեկան խառնաշփոթի տակից դուրս չեմ գա։ Սատանան միշտ ամեն ինչ անում է, որ հույսդ կտրես։ Գրածը հույսներս կտրեցինք, Պողոս առաքյալը անգամ, ով որ խոսք ուներ Աստծուց, որ պիտի հասնես Հռոմ։ Նավն էլ խորտակվի, ջրի վրա քայլելով էլ լինի Պողոս, պետք է հասնես Հռոմ, Աստված ասել է, բռնվի դրանից։ Կապ չունի իրավիճակը ինչ ասում։ Մենք իրավիճակով չենք ապրում, մենք հավատքով ենք ապրում։ Իրավիճակը միշտ էլ ամեն ինչ անելու է, որ հավատքին հակառակ բաներ քեզ ասի։ Դրա համար էլ ինքը իրավիճակ է։ Բայց մենք ապրում ենք Հիսուսով, մենք ապրում ենք խոստումով։ Հրեշտակն եկավ ասեց Պողոս ուշքի արի։ Մոռացել ես ինչ խոստում ունես։ Ասել եմ Հռոմում պետք է վկայես, ուրեմն Հռոմ էլ պետք է գնաս։ Այսքան ժողովուրդն է քեզ նվեր, մենակ նրա համար, որովհետև խոստմունք ունես։ Էլ իրավիճակին չնայես։ Եվ ինչի մասին եմ ուզում այսօր խոսամ, վերնագիրը այսօր խոսքի դրել եմ հույսդ կտրել ես։ Հա? Մեկ իրավիճակներ է գալիս ու քո հույսդ կտրում է։ Նայում ես ասում ես այ մարդ չեղավ։ Էսի շատ դաժան էր, սրա տակից դուրս չեմ գա։ Գիտես, անմխիթար մարդը հույսը կտրած մարդն է։ Ամենաանմխիթար մարդն է հույսը կտրած մարդը։ Երբ որ էլ ոչի բանի հույս չունի։ Ինքը գիտեք ինչի է նման։ Հույսը կտրած մարդը ինքը հոգևոր հաշմանդամ է։ Ինքը ավելի վտանգավոր, ավելի վատ վիճակում հաշմանդամ է, քան թե սովորական ֆիզիկական հաշմանդամը։ Երբ որ դու էլ հույս չունես, էլ հույս չկա, վերջ։ Էլ ինչի սպասեմ, ինչի հուսամ։ Գիտես, այսօր աշխարհը լիքն է հույսը կտրած անտուն թափառականներով, ովքեր որ տաղանդավոր երաժիշկներ են, տաղանդավոր բժիշկներ են, տաղանդավոր, չգիտեմ, երգիչներ են, դերասաններ են, ինչ ուզես։
Բայց մի օր իրանց հույսը կտրել է, մի օր սատանան կարացել է իրանց հույսը կտրի։ Ու իրանք գիտես հարմարվել են այդ մտքի հետ։ Տաղանդավոր բիզնեսմեններ են, որ ժամանակին միգուցե միլիոններ են աշխատել։ Բայց այսօր անտուն թափառական են, տուն չունեն, տեղ չունեն, հույսը կտրած ապրում են, որտեղ սատանան կարացել է խափի իրանց։ Գնաս, եթե դու գնաս Հոլիվուդ, այնքան կտեսնես հույսը կտրած մուրացկաններ։ Հոլիվուդում հենց այն ամենայն տեղը, հա, փողոցներում կտեսնես, մեկը գիտարով երգում գումարը հավաքում, ընտիր ձայն ունի, տաղանդավոր, զգում ես, որ տաղանդ է, բայց հույսը կտրել է։ Մի 3 անգամ գնացել է փորձերի մասնակցել, ասել են, չէ, ինքը հույսը կտրել է։ Ու հիմա այնտեղ իր համար մուրացկանություն է անում։ Այդ օրվա հացի փողը աշխատում է, մտածում է դա է իր ճակատագիրը։ Որտեվ սատանան ամեն ինչ անում է, որ մեզ համոզի, այդ կոմը չի ստացվի, պրծավ, էս էիր ուզում։ Գիտես դու կարաս ինչ որ իրավիճակում հուսախապ լինես, բայց երբեք հույսդ մի կտրի։ Երբեք չթողես սատանան այն վերջի կետը գողանա քեզանից, որ մեկը լավ է լինելու, մեկը ես Աստված ունեմ։ Գիտես Աստված ուրիշ ծրագիր ունի ամեն մեկիս համար։ Մի հատ պատմություն կա Ծննդոց գրքում։ Հակոբին եկան ասեցին, տղա Հովսեփը մեռավ, կենդանիները կերել են։ Եղբայրները խաբեցին, ծախեցին Եգիպտոս, եկան ասեն տղուտ կերել են կենդանիները։ Գիտես Հակոբը հույսը կտրեց։ Հույսը կտրած երկար տարիներ ապրում էր դարդի մեջ, որտեղ իր սիրած տղան էր։ 11 աղբերն է, 10 եղբայրը ծախել էին իրանց մի եղբորը։ Բայց մի օր պարզվեց Հովսեփը դարել է մեծ մարդ Եգիպտոսում, հայտնի մարդ է, եւ հորը կանչեց իր մոտ։ Գիտեք ինչ ասում ստեղ Հակոբը, երբ որ գնում է իր տղու մոտ, տեսնում է երեխեք կան, ասում է այս երեխեքը ովքեր են, ասում է այս էլ իմ տղեկն են։ Տեսեք Հակոբն ինչ ասում։ Եվ Իսրայելը, այսինքն Հակոբը, ասեց Հովսեփին, Ծննդոց 48:11 խոսքն է. Ես քո երեսը տեսնելու հույս չունեի, եւ ահա Աստված ինձ քո սերունդն էլ ցույց տվեց։ Գիտեք ինչ ասում, ասում հույսս նենց է կտրել, երեսը տեսնելու հույս չունեի։ Ասում ահա Աստված քո սերունդն էլ ցույց տվեց։ Գիտես միգուցե ամուսնանալու հույսդ կտրել ես Աստված, բայց բալիկները լա քեզ ցույց տալու։ Հա? Հենա Կարենը լավ վկայեց այսօր։ Ամուսնանալու հույսը կտրել էր, բայց այսօր գիշեր իր բալիկը ծնվեց։ Հա? Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն, այնքան կարևոր է սա գիտակցել սիրելիս։ Իմիջիայլոց ասեմ, հենց ինքը մտավ հովական ծառայության մի անգամից բալիկ ունեցավ, մտածեք այդ մասին, հա? Լիքը մարդիկ։ Տեսեք, շատ հաճախ դու ինչ որ մի իրավիճակ, երբ որ կոմոդ չի ստացվում, իսկ նորմալ է կոմոդ որոշ բաներ չստացվի։ Նորմալ է անգամ, եթե 3 տարի է չի ստացվում, որովհետև դու իմ ասում ես, բայց գիտես իմ ինչքան է երկար է չստացվելը։ Հա նորմալ է։ Գիտես ինչն է նորմալ, երբ որ դու հարմարվում ես դրա հետ։ Աննորմալ է, երբ որ հարմարվում ես։ Հա դե իմ մոտ ճակատագիր է, միշտ պիտի չստացվի, էլ ինչի եմ փորձում, այսա նորմալ չի։ Գիտես կապ չունի ինչքան ես փորձե, ինչքան չի ստացվի։ Քանի դեռ շնչում ես, հույս կա քո համար։ Հա? Քանի դեռ շնչ կա քթերիդ մեջ, ուրեմն հələ հույս կա, մի հանձնվի։ Ես մի քանի բան եմ ուզում խոսամ հույսի մասին, որ մենք որպես քրիստոնյա հասկանանք, որտեղ ենք մենք լավ սիրելիս։ Որտեղ գիտես նորմալ չի, այն ինչ որ այն ձևով, որ աշխարհիկն է մտածում, երբ որ հուսախապ է լինում, այդ ձևով քրիստոնյան մտածի։ Նորմալ չի, որ մենք պահենք մեզ այնպես ընկճված, ոնց որ աշխարհիկն է պահում, ով Աստված չունի։ Տարբերություն կա, մեր միջի տարբերությունը պիտի երևա սիրելիս։ Ու ես ասում եմ մի քանի բան նայենք իրար հետ, թե ինչի է ընդունակ հույսը, հա? Ինչ է անում ընդհանրապես հույսը։ Նախ առաջինը հույսը առաջ է շարժվում։ Հույսը երբեք չի կանգնում, երբեք չի վերցնում արաղի շիշ ու գրկում նստում, ասում այս իմ ճակատագիրն է։ Հույսը երբեք չի պարկում, ասում էլ ես չեմ վեր կանա, հույսը միշտ առաջ է շարժվում։ Ինչ ուզում ա լինի, հույսը առաջ է շարժվում։ Հոբի գրքում 14-րդ գլխում այսպիսի խոսք կա, 7-րդ խոսք ասում է, որովհետև ծառն էլ տակավին հույս ունի։
Եթե կտրվի, դարձյալ կծլի եւ նրա ճյուղերը չեն պակասի։ Ասма ծառը, երբ որ կտրում են, պատկերացրեք ինչ ասում Հոբը։ Ծառը, որ կտրում են, ասма, տեսեք, կտրած ծառը, ասма մեկը ինքը հույս ունի, որ ծիլ կտա տակից, այն արմատից տեսել եք, չէ՞ որ ծիլ է տալիս, նորից ծառ է դառնում։ Գիտե անշունչ մի բանը հույս ունի, պատկերացրեք, որ առաջ պետք է գնամ, չպետք է մնամ, ստեղ ինչ անեմ, կտրել են։ Հույս կա։ Քանի դեռ արմատներս հողի մեջ է, կարամ ծիլ տամ։ Քանի դեռ կենթանի է արմատս, ինչ անենք, որ վերևը տարել են։ Արմատս կենթանի է, ուրեմն ես պիտի ծիլ տամ։ Տեսեք, անշունչ առարկան ծառը ինքը առաջ է շարժվում հույսով, չի կանգնում։ Ինչ կապ ունի, որ կտրել են։ Միգուցե մեկի բիզնեսից են կտրել։ Միգուցե ինչ-որ մեկին աշխատանքից են կտրել, այն աշխատանքից, որ երկար տարիներով ինքը դրա մեջ բարձրացել էր, մեկ էլ ոտերի տակից խփեցին տարան։ Ասма ծառն էլ տակովին հույս ունի, որ եթե կտրվի, դարձյալ կծռի։ Հույս ունեցող մարդը միշտ քայլում է առաջ ելիս։ Ժողովողում sense մի հատ խոսք է գրած 9-րդ գլխում, որովհետև 4-րդ խոսքը, որովհետև ով որ ընկեր է մյուս ապրողներին, հույս կա նրանից։ Այսինքն եթե էլ ինքը ապրում է, իրանից հույս կա։ Ու շարունակության մեջ ասում եմ, որովհետև ողջ շունը լավ է մեռած առուծից։ Ողջ շունը լավ է մեռած առուծից։ Հետաքրքիր համեմատություն է։ Դե իրանց տարբերությունը որն է, այն մեկի մեջ շունչ կա։ Քանի շունչ կա, իրանից հույս կա, մեռած առուծից հույս չկա։ Ես մի անգամ նայում էի Discovery-ով այդ մեռած առուծին, գիտեք ամենադաժան տեսարանը որն էր, շատ հիանալի առուծ էր։ Շատ ինքը ղեկավարն էր այդ իրանց բանի, խմբի։ Հետո ուրիշ մի 3 առուծ որց առուծներ հարձակվեցին, մենակ բռնացրեցին ու սպանեցին իրան։ Բայց մինչև այդ ինքը շատ ասախ տարածքի առուծները վախենում են իրանից։ Իսկական կադրեր, նկարահանած երկար ֆիլմեր։ Գիտեք ինչն էր ցավալին, այդ առուծին որ սպանեցին իրանք, մի հատ կադր էր նկարահանած վերջում, ոնց է, մի հատ պուճուր այսքան շակալ, առուծի այդ բաշը, ոնց են ասում, այդ վրի այդ մորթու այդ լավ մասը, ասենց արդեն կտրած, բռնած տանում է։ Այդ մեծ առուծից այն ամենաերևացող այդ բաշի կտորը, այդ շակալը վեկալը տանում էր ուտեր։ Բան չէր, առուծից էլ հույս չկար, ասма ավելի լավ է ողջ շունը, քան թե սատկած առուծը։ Ես առաջ սրա հետ համաձայն չէի։ Մոտ 30 տարի առաջ ուղիղ։ Մի անգամ Ուկրաինայում Կիևում հյուրանոցում համար մտել եմ, նոր մտել եմ համար, պայուսակս դրեցի, մեկ էլ բան էր գրած, հենց գլխի վերևը, գրիչով բան էր գրած, անես տպավորվեց մոտս, որ մինչև հիմա անգիջ հիշում եմ։ Գիտեք ինչ էր գրած այնտեղ, լուչше быть мертвым львом, чем живым ослом։ Ավելի լավ է լինես կենթանի, մեռած առուծ, քան թե կենթանի ավանակ։ Ու ես այդ իմ համար լոզունգ էի, աշխարհիկ էի այն ժամանակ, այդ իմ համար լոզունգ վերցրեցի, որ պետք է նենց լինես, որ ավելի լավ է մեռած առուծ ունես, քան թե կենթանի ավանակ։ Բայց գիտես, Աստվածաշունչը ուրիշ բան է ասում։ Ասում ավելի լավ է կենթանի շունը լինի, քան թե սատկած առուծ, որտեվ սատկած առուծից էլ հույս չկա։ Մեկ-մեկ իրավիճակները մարդուն դարձնում են կենթանի շուն, կներես, որ տենց եմ ասում։ Մեկ-մեկ իրավիճակները, գիտես, շունը ինչ է նշանակում։ Մեկը, որ մեկ քացով են խփում, հա, քար են գցում վրան, նորմալ ապրում է, ամեն ինչ լավ էր։ Մեկ էլ sense փոխվում է, ամեն ինչ խառնվում է իրար։ Այն մարդիկ, որ բարև ձեզ էին ասում էին, սրան վերացնել է պետք։ Քար են գցում վրա, քեզ շանտեղ են ցարքում։ Իրավիճակները քեզ նենց են տրորում, նայում ես, ասում ես շան վիճակը դաժե ինձանից լավ է։ Բայց Աստվածաշունչն ասում է, ավելի լավ է կենթանի շունը, քան թե սատկած առուծը։ Որտեվ հույս կա հələ իր համար, այս կարևոր բան է։ Քանի դեռ շնչում ես, հույս կա քո համար, հա, սիրելիս։ Ու քանի դեռ շնչում ես, պիտի շարժվես առաջ։ Երբեք ոչ մի իրավիճակի չթողես քեզ քցի, կործանի։ Հաբախի սենց եղավ։ Գիտես, եթե դեռ շնչում ես, հույսը գիտես ինչ անում, երկրորդը, եթե դեռ շնչում ես, հույսը օգնում է քեզ սպասես։ Հույսը սպասել է տալի քեզ։ Հույսը մի սպասում է սիրելիս։ Գիտես, երբ հույս չկա, երբ որ էլ սպասում չկա։ Եթե էլ չես սպասում, ուրեմն հույս չունես։
Հույսը մի սպասում է, Սաղմոս 62-ում գրած այսպես. Իրավի, որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն, նրանից է իմ փրկությունը։ Լուռ ու մունջ։ Փնթփնթալ չկա, Աստծո վրա կներես, մունատ գալ չկա, այս բառը ասեմ։ Հա մինչև երբ, հա ինչքան կարելի է։ Այսքան աղոթներս այդեղ մի հատ ճակ չկար, այդ ճակով հասներ երկինք։ Մի հատ ճեղքվածք չկար երկնքում մեջով մի բան անցկացնե, այդքան աղոթում եմ։ Գրածա լուռ ու մունջ սպասում է Տիրոջը, հույսը։ Լուռ ու մունջ։ Առանց մունատ գալու, որովհետև Աստված երբեք սխալ չի, Աստված երբեք չի ուշանում, ինքը իր ժամանակին ամենաճիշտ ժամանակը իր ժամանակն է։ Ինքը իր ժամանակին միշտ ամեն ինչ հասցնում է։ Ինքը երբեք չի ուշանում։ Մենք ենք շտապում։ Դու քո կյանքում կարաս հետ գնաս ու շատ բաներ ստուգես, որ օրինակի համար այսօր կոնֆետ ես ուզել, Աստված 12 տարուց է տվել այդ կոնֆետը ու հետ նայես ասես ինչ լավ է, այն վաղ չտվեց, այն վաղ որտար սխալ է ուտելու։ Ինչ ճիշտ ժամանակին բերեց։ Որտեվ ինքը քեզնից ու ինձից լավ է իմանում երբ տա կոնֆետը։ Հա, 3 տարեկան երեխուն կոնֆետը լավ չի։ Կոնֆետը տալիս է արդեն 20 տարեկանին, որ ատամները փոխած, արդեն օրգանիզմը ձևավորված, ոչ մի վնաս չես կարողանում շատ տաս քեզ, էլի։ Ասում է իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն։ 5-րդ խոսքում նույն գլխի ասում է ով իմ անձ մենակ լուռ մտիկ դու Աստծուն, որովհետև նրանից է իմ հույսը։ Ասում է ինչ կլինի։ Մենակ սուսպուս լուռ մտիկ դու Աստծուն, սպասի Աստծուն։ Գիտես հույսը մի սպասում է։ Լուռ ու մունջ, առանց մունաթի, առանց ավել խոսքերի, այսքանի մեջ մենակ ես էի սենց։ Ինչի մեջ չեղավ։ 7 ընկերուհի ունեի, 6-ը պսակվեցին, մնացի մենակ ես։ 7-ից շատ եմ աղոթել, խի սենց եղավ։ Հույսը լուռ ու մունջ սպասում է։ 6 ամիս ասում եմ մի հատ նենց գործտու, որ սառնարանս լիքը լինի, այդ 6 ամսվա մեջ ոչ մի ձևով ոչ մի տարբերակ չկար այս 25 միլիոնանոց քաղաքում։ Հույսը լուռ ու մունջ է սպասում։ Աստծու վրա մունակ չի գալի։ Աստված միշտ ճիշտ է, իր ժամանակին ինքը քո օրհնությունը պատրաստում է։ Ամեն։ Ամեն։ Գիտես ում է նման հույսը կտրած քրիստոնյան։ Հույսը կտրած քրիստոնյան ինքը հոգևոր անտուն թափառական է։ Հոգևոր։ Ինքը անտուն թափառական է, որը որ չի սպասում էլ Հիսուսի գալուստին։ Եթե հույսը կտրել է այդ մարդը, քրիստոնյան հույսը կտրելով, գիտես ինքը նման է անտուն թափառականի, որ չի սպասում Հիսուսի գալուստին։ Վերջերս ես հանդիպել եմ մի հատ հույսը կտրած քրիստոնյայի։ Հավատա ինձ։ Ես կյանքում տենց վատ վիճակում անտուն թափառական, իսկական անտուն թափառական չեմ տեսել։ Չեմ էլ ուզում քեզ նկարագրեմ իրավիճակը ինչ էր։ Գիտես ինչի, որովհետև մի օր սատանան խաբի ասել էր պրծավ։ Էլ քեզնից հույս չկա։ Ու ինքը կորել էր։ Երբ որ ես իրան տեսա, դրանից ավելի ներքև հնարավոր չի ընկնել, սենց ասեմ լավ։ Այդտեղ էր ինքը։ Գիտես ինչի, որովհետև լրիվ հույսը կտրել էր։ Բայց դու պիտի հույսով ապրես, սիրելիս։ Էլ ինչ անում հույսը։ Հույսը մեզ տանում է սրբության։ Հույսը քրիստոնյային սրբության է տանում, սիրելիս։ Եթե քրիստոնյան հույս չունի, ինքը կամաց սկսում է ապրել այս աշխարհի ստանդարտներով։ Եթե երկնքի հույսը չունես, սկսում ես ապրել այս աշխարհի ստանդարտներով։ Առաջի Հովհաննես 3:1-ից տեսեք ինչ ասում։ Տեսեք, թե մեր հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք։ Սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ նրան էլ չճանաչեց։ Սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք եւ տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, երբ որ նա կհայտնվի, նրա նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նրան ինչպես որ է։ Տեսեք, սկսում է ասենց, հետո ես կշարունակեմ, հա։ Ասում է աշխարհը մեզ չի ճանաչում, բայց մենք ճիշտ է, հələ չգիտենք ոնց ենք լինելու, բայց մի բան գիտենք։ Հենց Հիսուսը եկավ իր նման ենք լինելու։ Իր նման գիտես ինչ նշանակում։ Փառավորված մարմնով։
Հիսուսը փառավորված մարմնով է։ Հիսուսը հիմա որ մանա գալիս, եթե հենց հիմա ստեղ հայտնեմ, ես պատից կարա մտնի ու նույն պատից դուրս գա։ Ինքը փառավորված մարմնով է։ Էլ ոչ մեկ չի կարա իրան ծեծի, ոչ մեկ չի կարա իր վրա ինչ որ խոսքեր ասի, ոնց որ առաջի դարում արեցին։ Ինքը փառավորված մարմնով է արդեն։ Ինքը մի վարքյան հետո կարա հայտնվի լուսնի վրա։ Քեմ էս ամեն ինչը պատնում։ Ասма երբ որ Հիսուսը երևաց, իր նման է սլնելու։ Այ իր նման է սլնելու։ Փառավորված մարմնով։ Տեսիշ լավ հույս է, չէ՞ քո համար։ Ինչին է սպասում դու։ Եվ ինչ ասում, երբ որ երևաց Հիսուսը, աշխարհը ոչ իրան է ճանաչում, ոչ մեզ ասում է։ Բայց հենց եկավ Հիսուսը իր նման ենք լինելու։ Մի անգամից փոխվելու ենք, բան է փոխվելու մեր կյանքում։ Ու հետո շարունակում է. եւ ամեն ով որ այս հույսը ունի իրանում, սրբում է իր անձը։ Ով որ ասում է սրան է սպասում, որ երբ է Հիսուսը գալու, որ ես իր նման լինեմ։ Ոչ թե երբ եմ մեքենա մի հատ նոր ունենալու, երբ եմ նոր տուն ունենալու, չէ, սպասում է երբ է Հիսուսը գալու, որ իր նման լինեմ։ Ասում է ով որ սրան է սպասում, իր անձը սրբում է, ինչպես որ նա սուրբ է։ Ամեն ով որ մեղք կա գործում, նա անօրենություն է անում, եւ մեղքն է անօրենությունը։ Եվ գիտենք, որ նա հայտնվեց, որ մեր մեղքերը վեր առնի, եւ նրանում մեղք չկա։ Եթե մեղք ես գործում, ուրեմն հույս չունես, չես սպասում Հիսուսին։ Ասում է ով որ սպասում է Հիսուսին, հույս ունի Հիսուսի վրա, իր անձը սրբում է։ Իր անձը սրբում է, որտեղ Հիսուսը գալու է մաքուր շորերով հարսի հետևից, ոչ թե լականերով։ Հա? Հարսը ոնց է Փեսային սպասում։ Ապ գնամ մի հատ էլ մի քիչ ձետ լսնեմ վրես, այս պամադան մի քիչ նենց կսեմ, մի քիչ էլ կողքերս էլ շրթներկս մի քիչ էլ վրաս տինի, հա։ Մազերս կզգզված ոչինչ, չէ, սիրելիս, ամեն ինչ անում է, որ անթերի ամբից լինի, որ Փեսանգան նայի ուշ կգնաս, ես ինչ եմ, էսում եմ ընտրել։ Հարսը տենց է սպասում Փեսային։ Դրա համար ասում է, ով որ սպասում է Հիսուսին, իր անձը սրբում է։ Հարսի շոր է հագնում, որ Հիսուսը գա իր հարս եկեղեցին տանի։ Չորրորդը հույսը ապրել է տալիս, սիրելիս։ Այն մարդը, որ ասում է, չեմ ուզում ապրեմ, այս կյանքն էլ կյանք չի։ Հույսը ապրել է տալիս, սիրելիս։ Ինչի մեջով ուզում անցնես, հույսը ապրել է տալիս։ Ասում ես, մեկը լավ է լինելու, մեկը գնալու եմ երկինք, մեկը Տիրոջ հետ եմ լինելու։ Գիտես, եթե հենց հիմա կանչեմ 5 հոգու, 10 հոգու պատկերացրեք կանչենք ու ասենք ձեզ 5 օր ժամանակ, ես ձեզ Աստվածաշունչ, քեզ 5 օր ժամանակ, քանի էջ կարդաս այդ 5 օրվա ընթացքում, այդքան $1 միլիոն ենք տալի քեզ։ Հաշվեցիք, չէ, արդեն վրաս։ Պատկերացնում ես, հենց հիմա կանչենք 10 հոգու մեր մեջից, ասենք քանի էջ կարդաս, այդքան $1 միլիոն ենք տալու, 5 օր ժամանակ ունես։ Ուզում եմ հարց տամ, այդ 5 օրվա ընթացքում կհետաքրքրի քեզ iPhone 5-ա թե 15 քո մոտ։ Սառնարանում ուտելիք կա թե չկա։ Գրպանումդ գումար կա թե չկա։ Ով զանգեց, ընկերուիդ քեզ կոպտեց, թե չկոպտեց։ Քո վրա ուշադրություն դարձնում են, թե չեն դարձնում։ Կհետաքրքրի քեզ ազնիվ հարց եմ տալի։ Չէ։ Ունես գերագույն նպատակ։ Ինչքան հնարավոր է այս էջերը շատ լինեն։ Որտեղ միլիոնները գնում է։ 1 միլիոն, 2 միլիոն, պատկերացնում ես։ Չէ, երբ որ ճիշտ հույս ունես, այնտեղ 5 միլիոնանոց կամ 50-500 միլիոնանոց հույս ունես։ Էլ չես նայում այսօրվա քո իրավիճակին, որտեղ 5 օր հետո դու միլիոնատեր ես, դու արդեն պոտենցիալ միլիոնատեր ես, որտեղ առաջի էջը կարդացել ես։ Դու բացել ես գիրքը, արդեն պոտենցիալ միլիոնատեր ես։ Լսի, այս գիրքը քեզ միլիոններ չի խոս տալի, ամեն էջը քեզ միլիարդ է խոս տալի։ Միլիարդներ է խոս տալի։ Ամեն փառք Տիրոջը։ Ամեն էջը միլիարդներ է խոս տալի։ Պատկերացնում ես, եթե այդ ձև կարդաս ու տենց սպասես։ Որ այս ինչա կատարվում, այս ձև ապրես քո կյանքը։
Պատկերացնում ես դու տենց ապրես, հույսը քեզ ապրել է տալ, երբ որ հուսած նրան, որ Հիսուսը գալու է, ու Հիսուսը սուտասան չի, երբ որ ասել է, այս երկրի վրա գանձեր դիզեք երկնքում։ Դու այս ձև ապրելով դու գիտես ինչ էր կանես Տիրոջ համար։ Էլ քեզ չի հետաքրքրի, հեռախոսը Nokia-ա այն հին, այն որ պոպոկ էր լինում ջարդել դրանով, այնքան մեծ ու ծանր էր։ Nokia-ա թե վերջի մոդելի բարակ ինչ որ բան է։ Մի երկու ֆունկցիա ավել է անում մեջը։ Հիմնական ֆունկցիան հեռախոսի սիրելիս զանգ ապահովելն է։ Ոչ թե Snapchat-ը, Snapchat-ով քո դեմքը դզելը։ Գնալով սիրելիս ցավալի է, բայց գնալով ես ձեզ չեմ ճանաչում։ Լուրջ եմ ասում, գնալով ես մանավանդ քուրիկներին ընդհանրապես սկսել եմ չճանաչել։ Գնալով դուք այնքան դառնում եք հեքիաթային, ես ուզում եմ հասկանամ, ձեզ մարդկային տեսքը դուրս չի գալիս, անպայման պետք է հեքիաթային լինեք, հա? Ցավալի է։ Լուրջ եմ ասում, ոնց որ գիտես ինչ, ոնց որ բանը, հեքիաթային պերսոնաժների հետ դու բան ունենաս, կապ ունենաս, նայում ես ասում ես, այ մարդ էս մեկը որ հեքիաթից է, որ ռուսալկան է, թե մոխրոտիկն է, որ մեկն է։ Նայում ես կամանց, ախր, մինչև երբ։ Ու գիտեք, դա սահման ես նկատել եմ, որ քուրիկների մոտ կանգնել չկա։ Գիտես, բանը, չնայած ասեմ, հա։ Հիմա բաժանվել են երկու մասի քուրիկները։ Մարդ կա այդ ինտերնետով է իրան դզում։ Մարդ էլ կա ասեղներով։ Քիչ տեմ, ու գիտեք դառնում է հիվանդություն, գնալով այդ դառնում է բան, կարող է մի կետ հլը պակաս է մնացել, գնամ երկու ասեղել ստեղ խփեմ։ Ես չգիտեմ այդ ինչ են տեղ լսնում, բայց հերիքա ձեզ լսնեք, ժողովուրդ։ Սիրելի քույրիկներ, որ նայում եք, հերիքա ձեզ լսնեք։ Աստված երբեք չի սխալվում, իդեալական սիրուն ձեզ ստեղծել է։ Հաստատ կգտնվի այն միակը, որ կնայեք ասի, էս իմն է, վերջ։ Հա? Ամեն։ Կեսը ասեղով են իրանց լսնում, կեսն էլ ինտերնետով են լսնում։ Չի կարելի, սիրելիներս, ես իհարկե իմ բնակավարը չի ամեն տեղ չեմ ուզում խցկվեմ, բայց չի կարելի այնքան փոխվել, որ դու ինքդ քեզ չճանաչես։ Հա? Դու քեզ ճանաչում ես հայելու մեջ, որ նայում ես հայելու մեջ ու նկարի մեջ, եթե նույն մարդն է, էլի ոչինչ, բայց եթե այդ երկու նկարովդ գնաս, պատկերացնում ես գնաս պասպորտ, այդ ոնց են ասում, այդ պագրանիչնիկները անցնելու այդ զինվորներին, հա, նայեն քո փաստաթղթերի մեջ, անձնագրի մեջ, նայեն քո դեմքին, ասեն անձնագիրին ծանոթ է, բայց այս Facebook-ի ես քո էջին, էսի ուրիշ մարդ է խափում ես, вообще ընդհանրապես կապ չունեք։ Չգիտեմ, մենք երկնայինով ենք ապրում, սիրելիս, հա, ոչ թե ինչ-որ Snapchat-երով, չգիտեմ ճիշտ եմ ասում, թե սխալ եմ ասում, հա, ինչ-որ չաթերով, էլի, հա, տենց մի բաներով, հա, մենք երկնայինով ենք ապրում։ Ես իհարկե ուզում եմ բոլորդ շատ սիրուն երևաք, բոլորդ փայլեք, բայց մեր հույսը երկնայինի վրա է, մենք սպասում ենք երկնքին, ամեն, սա շատ կարևոր է, փառք Տիրոջը։ Առաջի Կորինթացիս 15:19 Եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Տեսեք ինչ ասում։ Ասում է, եթե մենակ այս կյանքում հույս ունենք Քրիստոսի վրա, աշխարհի բոլոր մարդկանցից ողորմելի ենք։ Գիտես, այս աշխարհը իր հույսը այս կյանքի վրա է մենակ։ Դրա համար աշխատում է մաքսիմումով քամի այս կյանքից։ Որտեղ մտածում է վաղը մեռնել կա։ Ես էլ փորձեմ, այն էլ փորձեմ։ Իմ տատին ասում էր 75-ից ավել էր, ասում էր, որ նոր բան էր, ասում էր, այ բալա մի հատ փորձեմ։ Մեկը ասում է, ես իմ չփորձեմ դրանից, որ ուտելու նոր բաներ լինում, ասում է, հələ մի հատ մի գտալ փորձեմ, կամ մի հատ sense կտրեմ վերցնեմ։ Ես իմ մեկ էլ կուտեմ, թե չեմ ուտի դրանից, որովհետև գիտեր վաղը մահանում է։ Ուզում էր մի հատ էլ ճաշակեր։ Այսօր աշխարհը այդ հոգեբանությունով ամեն ինչ ուզում է փորձի։ Կապ չունի պղծությունն է, թե ինչա, փորձեմ, որովհետև վաղը մեռնել կա։ Հիսուսն ասաց ինձ հավատացողը մեռնել կապրի։ Մի մոռացի,
հա։ Ինձ հավատացողը մեռնի էլ կապրի։ Ասում եմ, եթե մենակ այս աշխարհի վրա ենք հույսները դրել Քրիստոսի վրա, որ մեզ լավ տիրություն կանի այս աշխարհում, բոլորից ողորմելի ենք։ Պողոս առաքյալը Կորինթացիս թղթում գիտեք ինչ է գրում։ Երկրորդ Կորինթացիս առաջի գլուխ 8 խոսքից ասում է, որովհետև չենք կամենում եղբայրներ, որ դուք չգիտենաք այն նեղությունները, որ Ասիայում մեր վրա եղավ, որ մեր կարողություններից ավելի ծանրաբեռնված, մինչև որ մեր կյանքի հույսն էլ կտրել ենք։ Հույսներս կտրվել էր, ասում է, արդեն գիտենք, էլ չենք ապրելու, Պողոսն է ասում։ Գիտես ինչ նշանակում կյանքիս հույսը կտրել էի։ Այն որ ընկերներով նստած ասում եք տղեկ, պատկերացնում եք մի 2 ժամից Հիսուսի հետ ենք ելնելու արդեն։ Այսքան կյանքի հույսները կտրել են։ Բայց հենց մենք ինքներս մեր վրա մահվան վճիռ ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներից հարուցանում է, որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում է։ Երկրային կյանքի հույս չունեին Պողոսյանք, իրանք ասում են կապ չունի, մեր անձի վրա մահվան վճիռ էին կարել։ Կա մեռնենք, գնում ենք տուն։ Ամենակարևորը տուն գնալն է։ Մենք գնում ենք տուն, ի՞նչ կա։ Այս կյանքը 2 տարի էլ ավել ապրեի, մեկը հույս ունեմ, որ գնալու եմ տուն։ Գիտես, երկրայինի վրա չեն կենտրոնանում մենակ այն մարդիկ, ովքեր ապրում են երկրայինի սպասումով։ Երկրայինի վրա չեն կենտրոնանում են մարդիկ, ովքեր ապրում են երկնայինի սպասումով։ Եթե երկնայինի սպասումը չունես, հա փորձելու ես երկրայինի վրա կենտրոնանաս։ Հլաբայեն։ Այս մեկը չհասցրեցի, այն մեկը չհասցրեցի, այս մեկը չկերա, այս մի տեղը չգնացի, այս մի բանը չփորձեցի։ Երկրայինի վրա չեն կենտրոնանում մենակ այն մարդիկ, ովքեր որ ապրում են երկնայինի սպասումով։ Ովքեր որ սպասում է երկնայինին։ Այն մարդ ինչ ուզում է լինի, այս 5 օրը կանցկացնեմ, կարևորը շատ կարդամ, հա։ Այս 5 օրը ոնց լինի կանցկացնեմ, ամեն էջի համար միլիոն է։ Երբ որ դու այս սպասումը ունես, այս երկրային ամեն ինչը քո համար հեշտ է դառնում, թեթև է դառնում։ Եթե այդ սպասումը չունես, ասեմ քեզ, պետք չի մարգարե ելնեմ, որ ասեմ, եթե երկրային սպասում չունես, ամբողջ կյանքդ անցնելու ես ստրեսի ու հիստերիայի մեջ։ Ամեն ինչի ստրես առնելու մոտդ։ Քովիդը գա ստրես է լինելու, վայ, բա ինչ պիտի անեմ, ինչ պիտի անես, որ մեռնեմ, մեռար տուն ես գնում, ինչ կա դրա մեջ։ Հա, բայց այդքան բան ունես դե անելու։ Երկրայինի վրա կենտրոնանում է նա, ով որ չունի երկրայինի սպասում։ Եթե սպասում ես երկրայինին, եթե իրոք հասկանում ես ինչ է քեզ ընդ սպասում, այնքան է էժանանում, թե ինչ այս արել, ինչ չես արել։ Բա երեխեքից չմեծացնեմ, քեզից լավ մեծացնող կա։ Ինքը քեզից լավ է հասկանում։ Հա։ Ես մի անգամ տես մեծ աղոթքի անում շուտ են, բուջուրս չեր ծնվել դեռ, մենակ մեզներ ու Աննան։ Մի քիչ պայմանագիր ունեինք իրար հետ, ասում Տեր Աստված, լավ, ասում հարց չկա, ոնց ասես տենց է։ Բա իմ աղջիկն ու իմ կնիկը։ Այնց քաղցր ձեն եկավ, խայտարակ եղա։ Ես շատ քիչ եմ ձեն լսել, էլի, շատ քիչ։ Չեմ կարա ձեզ կանգնեմ, ասեմ ամեն օր ասում եմ Աստված ինձ ասեց, դուք լավ գիտեք, ես չեմ սիրում այդ արտահայտությունը շատ կրկնել։ Այդ մեղմ ձեն ասես դու մոռանում ես, որ ես իրանց քեզնից շատ եմ սիրում։ Հա։ Փառք Տիրոջը։ Մեկ մենք այնքան ենք հոգատար, այնքան լարված, իմ ծնողները, իմ երեխեքը, ես, կինս, ամուսինս, այնքան լարված ենք այդ հոգսերով։ Մոռանում ենք, որ մեկը կա, որ մեզնից ավելի շատ է իրանց սիրում ու ավելի շատ է հոգ տանում միլիարդ անգամ։ Դա մենք մոռանում ենք։ Եթե սպասումով ես ապրում, երկնայինի սպասումով սիրելիս, ինչ քամի ուզում ա գա, քիթդ չես կախի։ Ինչ քամի ուզում ա կյանքումդ գա, քիթդ չես կախի։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի առաջի խոսքում ասում է, որովհետև գիտենք, որ եթե մեր վրանի երկրավոր շինվածքը քանդվի, Աստծուց մի շինվածք ունենք, անձեռագործ մի տուն, որ հավիտենական է երկնքում։ Ասում է, այս երկրում ինչ էլ քանդվի, այնտեղ հավիտենական անձեռագործ տուն ունենք։ Հավիտենական անձեռագործ տուն գիտես ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ այդ տունը ոչ կոսմետիկ վերանորոգման կարիք ունի, հա։
Ոչ պատերը դզելու ինչ-որ բան կա, ոչ վրան մի հատ հարկ ավելացնելու բան կա, անձեռագործ տուն է, Աստծո դիզայնով է սարքած։ Պատկերացնում ես քո երկնային տան դիզայները Աստված է։ Տենց է գրած այստեղ։ Մենք մի հատ լավ օրհնված եղբայր ունենք, մեր Միքայելը, ինքը լավ դիզայներ է, լավ ինեն սիրուն տներ է դիզայն անում։ Ինձ մի բան էր պետք, մի հարց էր պետք, զանգեցի, ասում եմ, Միք ջան, ես կարանք մի հատ դրա մոտավոր դիզայնը հասկանանք։ Ինքան լավ դիզայն տվեց։ Բայց գիտես ի՞նչն է հետաքրքիր։ Երկնային տանս համար Միքային չեմ զանգելու։ Ինքը շատ լավն է, լավ նկարիչ է, լավ դիզայներ է, բայց մեկը կա, որ ավելի լավն է։ Իր նմանը չկա, դա երկնքի երկրի արարիչն է։ Հա? Ասում է ձեր երկնային տները ինքն է դիզայն արել։ Անձեռագործ տուն է գրած։ Երբ թե ձեր շինվածքը ստե քանդվի, երկնքում անձեռագործ տուն ունենք։ Նշանակում է Աստծո ձեռի գործն է։ Աստված է տներ։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, Հիսուսը ասեց։ Տիրոջ դիզայնով տուն, պատկերացնում ես, գնալու ես ու շաթավվես, հենց տեսնես։ Ընկերս էր զանգի Ամերիկայից, նոր տուն էր տեղափոխվել, սիրուն, սենց շատ սիրուն տուն է, բանով, պալմաներով, մեջը լիքը բասեյներով, բանով ցույց է տալի, ասում նայ ուր եմ տեղափոխվել, դուրս եկավ, ասին շատ լավ է, ես հեսա թռնում եմ գամ, հումորով ասեցի, դե հեսա մի շաբաթ գալիս եմ ասեցի, գիտես, ընդամենը մի հատ տուն էր, երկնքում չես է պատկերացնում ինչ է քեզ սպասում, այս հույսով պետք է ապրես, այս հույսն է, որ մեզ այս աշխարհի հոգսերից դուրս է հանում, բայց քանի այդ հույսը չունես դու, հա, հոգսերի մեջ ես լինելու։ Եվ հինգերորդը, հույսը երբեք չի ամանչացնում, սիրելիս։ Հա, Հռոմեացիս 5-ի 5-րդ խոսքը, հա, կարդամ։ Հույսն էլ չի ամանչացնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ, Սուրբ Հոգու ձեռով, որ տրվեց մեզ։ Երբեք չմտածես, որ Աստծուն հուսալու պատճառով մի օր ամաչելու ես։ Եղել է, չէ՞ դեպքեր, մեկի վրա հույսը դնես ու խայտարակ լնես։ Իմ կյանքում շատ է եղել դեպքեր, ինչ որ մեկի վրա հույս դնեմ, խայտարակ լինեմ։ Ինչ որ մեկի վրա անգամ եկեղեցում հույս դնեմ, որ ինքը այս հարցը կրուցի, ահավոր ձևով ինձ ոչ միայն խայտարակ անի, խնդիրների մեջ գցի, որովհետև հույսս դրեցի իր վրա։ Ընդհանրապես Աստծո խոսքն ասում է անիծված լինի այն մարդը, որ մարդու վրա է հույս դնում։ Մի քիչ ինչ-որ դաժան է, հա, ոնց որ։ Ինչ-որ մասնակի հույս կարաս մարդկանց վրա դնես, բայց որ ամբողջ հույսը դնում ես մարդու վրա, անիծված ես դառնում ավտոմատ։ Երբ որ ասում ես, չէ, այս հարցը մենակ ինքն է լուծելու ու վերջ։ Պրծավ, դու Աստծո ձեռները կապեցիր։ Եթե Սիմոնի վրա ես հույսը դրել, անեսկիտակ ես Աստծո ձեռները էլ կապեցիր։ Բայց եթե դու քո հույսը դնում ես Աստծո վրա, Աստվածաշունչը ասում է, Աստծո վրայի հույսը երբեք չի ամանչացնում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եբրայեցիների թղթի հեղինակն ասում է, պինդ բռնեք հույսի դավանությունը անսայթակ, որովհետև հավատարիմ է խոստացողը։ Հավատարիմ է խոստացողը։ Երբ որ հույսը դնում ես հավատարիմ մեկի վրա, պինդ ես բռնում, չէ՞, այդ հույսից։ Երբ որ մեկին այդքան է վստահ չէ, ասում ես, դե Աշոտը խոսք է տվել, բայց չգիտեմ կանի, չի անի։ Ասես կանեմ, հիմա ինչքանով կպայի իր խոսքը, չգիտեմ։ Որովհետև վստահ չես իր վրա, որովհետև դու իր հավատարմությունը չես տեսել։ Ինքը իր հավատարմությունը չի ապացուցել քո կյանքում։ Բայց Եբրայեցիների հեղինակն ասում է, պինդ բռնեք հույսի դավանությունը անսայթակ, որովհետև հավատարիմ է խոստացողը։ Այն որ ձեզ խոսք է տվել, ասում է չի ուշանա, գալու է։ Այն որ Հիսուս ասեց ձեզ մենակ չեմ թողնի, կգամ ձեր հետևից։ Հիսուսը ուղղակի չէր ուզում աշակերտների գլխի տակ փափուկ բարձ դներ։ Գալու է։ Ահա գալու է ու չի ուշանա, սիրելիս։ Պինդ բռնեք հույսի դավանությունը անսայթակ։ Պարալիզացված քրիստոնյա է, երբ որ հույսը կորցրել է քրիստոնյան։
Սատանայի երազանքն է հույսը կորցրած քրիստոնյան։ Հետը ինչ ուզում անում է։ Բայց դու պինդ բռնի հույսը։ Մի հատ խոսք կա Աստվածաշնչում, ես չեմ ուզում աղոթեմ քո համար, ես այդ խոսքն եմ ուզում կարդամ որպես հռչակում քո կյանքի վրա։ Հենց այդ խոսքը, որ այդ խոսքը քո համար, քո կյանքի խոսքը լինի։ Դա գրած է Հռոմեացիս թղթում 15-րդ գլխում։ Օրհնանքի խոսքը, 13 խոսքը։ Եվ հույսի Աստված լցնի ձեզ ամեն ուրախությունով ու խաղաղությունով, հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությունով։ Ես ուզում եմ, որ հույսի Աստված լցնի ձեր մեջ ուրախությունով ու խաղաղությունով հավատալը, ոչ թե նեխած ու տրտմությունով, այլ ուրախությունով ու խաղաղությունով, առանց անհանգստության։ Ամեն։ Ամեն։ Ուրախությունով ու խաղաղությունով հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությունով։ Ես աղոթում եմ, որ Տերը ավելացնի քո մեջի հույսը Սուրբ Հոգու զորությունով, որ այդ հույսը բերի ուրախություն ու խաղաղություն քո մեջ, որ այն կողքից գալի ասում են, այ տղա, դու հո անջատված չես, մի հատ ուշքի արի, սառնարանը դատար կա, տան վարձի համար էլ արդեն եկե դուրը ծեծում է, բաբուշկան, խելքի արի, ուրախությունով ու խաղաղությունով, որ ասում ես չէ, առավոտ ինձ խոսքի գործ են խոստվել ու ասել են, որ հենց գաս առաջի ամսվա աշխատավարձել դիմացից տալու ենք, ես գիտեմ, առավոտ կգնամ այդ հարցը կլուծվի։ Այն ինչ ես խոսում, Մոսկվայում ով է դիմացից աշխատավարձ տալի։ Ում որ հույսով սպասում է ուրախությունով ու խաղաղությունով նրան է տալիս են։ Ով որ հավատքը ավելացրած։ Ամեն։ Էսա քրիստոնեությունը, սիրելիս։ Էսա քրիստոնեությունը։ Երբ որ անհավատը կողքիդ անհույս դողում է, հույսը կտրած չգիտի ինչ անի, բայց դու հավատքով լցված Սուրբ Հոգու զորությունով, հույսով, ուրախությունով, խաղաղությունով սպասում ես, ասում ես, մեկա Տերս ինձ չի թողի, որովհետև ինքը իր խոսքի մեջ ասել է, եթե կաթ տվող մաման էլ իր երեխուն թողի, ես չեմ թողի։ Աստված երբեք սուտ չի ասում։ Ամեն։ Ինչքան էլ ուզում է սատանան հեքիաթ պատմի, հույսը չկորցնես, սիրելիս։ Ինչ ուզում է լինի այս կյանքում, երկնային սպասումի հույսը երբեք մի կորցրու։ Ինչ ուզում է լինի, մեկը լավ է լինելու։ Մեկը լավ է լինելու։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը, սիրելիս, Աստված օրհնի ամեն մեկիդ։ Այ մա տափարենք մեր Աստծուն։ Ինքը արժանի է։ Բարև սիրելի քույր եւ եղբայրներ, Տերը օրհնի ձեզ։ Դու նոր լսեցիր Աստծո խոսքը, լսվեցիր Աստծո խոսքով։ Եվ եթե դու առաջի անգամ ես այսօր, ես ուզում եմ, որ դու քո կյանքում մի հատ շատ կարևոր որոշում կայացնես, սիրելիս։ Դու հիմա կասես, այս ինչ որ խոսքեր լսեցի, ինձ լավ զգացի, ինչ որ բաներ ոնց որ փոխվում ա մոտս, բայց ամենակարևորը գիտես որն է, որ կյանքդ փոխվի եւ նվիրվի Հիսուսին։ Դրա համար ես ուզում եմ քո համար մի տեղ կարդամ Աստվածաշնչից, որը գրած է Հռոմեացիս 10-րդ գլխում 9 եւ 10 խոսքերով։ Գրված այսպես. Պողոս առաքյալը դիմում է Հռոմի եկեղեցուն ու ասում. որովհետև եթե բերնովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից, կապրես, որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար, բերնով դավանում ենք փրկվելու համար։ Պողոս առաքյալն ասում է, եթե դու սրտումդ հավատաս Հիսուս Քրիստոսին, որ հարություն է առել եւ շուրթերովը դավանես իրան, որպես Տեր ու Փրկիչ կփրկվես։ Եթե դու առաջ անգամ ես նայում այսօր ծառայությունը, ես քո համար հատուկ խոսք ունեմ ցելես։ Այսօր եկել է ժամանակը, որ դու շուրթերովը Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունես։ Դա կոչվում է փրկության աղոթք, ապաշխարության աղոթք, որովհետեւ նույն խոսքի մեջ Պողոսը շարունակում է ասում, որովհետեւ Գիրքը ասում է, ամեն ով որ հավատա նրան չի ամանչի։ Եվ եթե դու այսօր հավատաս ու ընդունես Հիսուսին Տեր ու Փրկիչ, դու չես ամանչի, որովհետև մյուս խոսքի մեջ ասում է, որովհետև ամենը որ Տիրոջ անունը կանչի, կապրի, դու կապրես, դու եթե ընդունես Հիսուսին Տեր ու Փրկիչ, քո անունը գրվի կյանքի գրքում, դու մահից կտեղափոխվես կյանք, որովհետև կյանքը Հիսուսի մեջ է սիրելիս։ Դրա համար ես խնդրելու եմ այսօր քեզ իմ հետ մի աղոթք անես։
Գիտես, աշխարհի ամենահաղթական աղոթքն է դա, որտեղ աշխարհի ամենամեծ հաղթանակը դա Հիսուսի ոտքերի մոտ պարտվելն է, երբ որ գալիս ես ու ասում ես Հիսուս, կյանքս քեզ եմ տալիս։ Այսօր այդ աղոթքն եմ ես ուզում դու անես։ Դեռ եթե պատրաստ ես իմ հետ ուղղակի կրկնի այն խոսքերը, որ ես հիմա կասեմ։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ Հիսուս, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից իմ կյանքը քեզ եմ տալիս։ Խնդրում եմ, մաքրի ինձ իմ մեղքերից, լվա ինձ, սրբի ինձ եւ մկրտի ինձ քո սուրբ հոգով։ Այսօրվանից դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն, սիրելիս։ Եթե դու ես աղոթք արեցիր, Աստվածաշունչն ասում է, եթե մեկը հավատքով ես աղոթք անում, իր անունը գրվում է կյանքի գրքում։ Այսօր դու ասեցիր հոգեվոր աշխարհին, ես էլ չեմ ուզում ապրեմ մեղքի համար, ես ընդունում եմ Հիսուսին ու ուզում եմ ապրեմ Հիսուսի համար։ Դա կոչվում է փրկության աղոթք։ Տերը օրհնի քեզ, թող Աստծո փրկությունը քո հետ լինի, թող Աստծո օծությունը իջնի քո վրա ու ազատի ամեն կապանքից, ցավից ու հիվանդությունից ու լցնի իր փառքով։ Այսօրվանից դու Տիրոջ զավակ ես, պահի փրկությունը, պահի սրբությունը եւ կհանդիպենք երկնքում։ Աստված օրհնի քեզ, շնորհավոր։